Азербайджанский народ нам не брат. Во-первых, эти люди крайне сквернословны. Կներեք, դա է, թարգման եմ։ Թուրքը ասում է ադրբեջանցիները մեզ եղբայր չեն, որովհետև ասում են նրանք բառապաշարը Նիկոլավալի է էլի, կեղտոտ են դասում։ Читайте комментарии, и вы увидите, насколько они нецивилизованы. Կոմենտները նայեք, տեսեք ինչքան իրանք անկիրթ են։ Նիկոլական։ Во-вторых, эти люди крайне неквалифицированы, бесталанны. До сегодняшнего дня они не вырастили ни одного ученого, ни одного деятеля искусства, ни одного атлета, ни Երկրորդ ասում եմ, դրանք անկիրթ են։ Այսքան տարվա մեջ ոչ գիտնական են տվել, ոչ մի ալվեստի մարդ են տվել, ոչ մի սպորտսմեն են տվել, одного бизнесмена мирового уровня. ոչ էլ բիզնեսմեն են տվել միջազգային А մասշտաբով։ те, кого они называют бизнесменами, это олигархи в самом Азербайджане, Նրանք ասում են, իսկ նրանք ունեն բիզնեսմեններ են, ասում են օլիգարխներ են։ которые эксплуатируют народ. То есть, у азербайджанцев нет таких действительно солидных брендов, как Apple или Microsoft. Я правда не понимаю, в чем наше братство с этими людьми. Ասում եմ, չեմ կարող եմ հասկանալ, ինչու՞մն է մեջ եղբայրությունը իրանց հետ։ Ես սրան դեռ կառնադառնամ, բայց հիշենք, որ թուրքերը, ես գտնենք այս դեպքի։ Հələ ինքը ինչ որ թուրքական բան ունի մեջ։ Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիները նույնիսկ այս թուրքի համար թուրք չեն, որովհետև ոնց որ ինքը կրթված թուրք է ու հասկանում է ինչ է նշանակում ադրբեջանցի։ Հիմա լսենք մեր աղջնակին։ Ով կասեմ, Ինչից եք ամենից շատ վախենում։ մեկ տողով կասեմ, արևմտահայ բանաստեղծի մեկ տողն է, որը հենց սկզբից երևի 6-7 դասանում ենք անցել, գրավեցին ու առ այսօր այսպես հոգուս մեջ է, հեգ մարդկության մեկ ոս տգոս հայրենիքն ունիմ թշվառ, չոքնած անոր մեռնիլ աննշան, օհ այս էսոս գցավ ինձ համար։ Ես միայն դրանից եմ վախենում։ Ունենալ կարողություններ եւ չկարողանալ օգնել հայրենիքին։ Ու խոսքը կուլ գնաց, դվոզված էր մեր աղջնակը։ Խոսքը մանան դաֆին մասին է։ Շնորհակալություն մանան ջան, տեսեք։ Այո, այդ անզորությունը բոլորիս է խփում, որ ունենալ կարողություն ու չկարողանալ օգտակար լինել հայրենիքիդ համար։ Այսօր TikTok-յան օրեր եթերի ժամանակ մեկն ասել էր, ոնց կլինի սենց։ Մեր ազգը կործանվում է, հայ աղջիկների ռոլիկներ է պատտվում, որոնք թուրքական երկերի տակ են պատկել։ Ես ասեցի, ես չեմ անում, որ դրանք հայ աղջիկներ են։ Դրանք ներդրված թուրքեր են, որոնք հայերի ազգանուն անունով տենց վիրուսներ են տարածում, որովհետև իմ համար հայ տեսակը մանան, որի ափերի մեջ էր գարելի մեջտեղը փնտրում ազգի ապագա։ Իսկ այն վարսկան պրաստիտուտկեքը, որոնք ասենք չգիտեմ, մի քանի կոպեկի համար պատրաստեն ամեն ինչ, դրանք հիմնականում այդ են մասանը, որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքը։ Դրանք են։ Ու հենց այդ ժամանակ ես նկարներով ցույց տվեցի։ Հենց իրանք նկարվում են, միտեղ իրանք նկարվում են, միտեղ մեկ նկարված է, միտեղ մի խոսքով։ Իրանք ինդուստրիայի աշխատողներն են։ Հին ու բարի ինդուստրիայի աշխատողներ։ Մի խափնվեք այդ տեսարաններին, մի խափնվեք այդ տեսահոլովակներին։ Դրանք հայերը չեն։ Դրանք հենց իդեպ այն հատուկ ընտրված մասնագիտության տերերն են, որոնք ձեզ ուզում են համոզել, որ հայերն արդեն թուրքական են լսում, չէ, հայը մանանն է, մանանի նմաններն են, որոնք իրենց կարողությունների մեջ վախենում են, որ իրենք չկարողանան լինեն ազգին օգտակար։ Մեկ էլ ես մյուս հայը, տեսեք։ Դեռ չեք լսել։ Սաբիհա Գյոքչյան 12-ամյա կապուտաչյա աղջնակ էր։ Աթաթուրքը նրան հանդիպում է որբանոցում եւ տեսնելով նրա գեղեցիկ աչքերը որոշում է, որ նրան անպայման պետք է որդեգրի։ Հայտնի է, որ Աթաթուրքն ուներ 8 որդեգրած որդի, որոնցից ոչ մեկ բարեբախտաբար նրա երեխաները չէին հանդիսանում։
Որտեվ հոմոսեքսուալիստ էր նա երեխա չուներ։ Լավ է, որ իր երեխաները չուներ, չորանադրագենը։ 1935 թվականին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա է գտնվում օդաչուների դպրոցի բացման արարողությանը եւ հենց այնտեղ էլ որոշում է, որ նա ուզում է օդաչու դառնալ։ Սաբիհա Գյոքչեն Թուրքիայի առաջին կին օդաչուն էր եւ առաջին ռազմական օդաչուն։ Սաբիհան Թուրքիայում համարվում է ազգային հերոս եւ նրա անունով է կոչված Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը։ Կին, որով հիացած էր մի ամբողջ պետություն, պարզվում է, որ հայ էր։ Այս մասին առաջինը գրեց ականավոր գրող-լրագրող Հրանտ Դինքը։ Նրա հոդվածը Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը ռումբի պես պայթեցրեց Թուրքիայի հասարակությունը։ Պարզվում է, որ Սաբիհայով հետաքրքրված էին Հայաստանի նրա բարեկամները եւ պարզվում է, որ Սաբիհայի Հասկա։ Դրանից հետո մեծ թափով սկսում են հայտնաբերելով, որ հայ է Սաբիհան, արդեն սկսում են իրենց անցածով հետաքրքրվել եւ առաջանում են բումը, մարդիկ սկսում են գենետիկական թեստեր անցնել եւ շատ կարճ ժամանակ հետո Թուրքիայի կառավարությունը հասկանում է, որ ինքը կորցնի այդ պետականությունը, եթե բոլորը բարձրեն, որ ինքը թուրք չեն, պարտադիր չի լինեն հայ։ Եվ այո, մեծ ալիքա բարձրանում Թուրքիայում եւ արգելվում է առ այսօր արգելված է այդ երկրում գենետիկ տեստ անել։ Ես այսօրվա ցերեկվա այդ եթերի ժամանակ խոսեցի Սաբիհայի մասին եւ որոշեցի անպայման գտնել այդ տեսանյութը, ապացուցող դա, որպեսզի երեկոյան եթերի ժամանակ ես ցույց տամ։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, ինձ համար չկա թուրքական պետություն, չկա նաեւ Ադրբեջան։ Դրանք ամենապատասխանատվությամբ եմ ասում, դրանք իմ համար fake ու failed ձախողված ընդամենը բաներ են, պրոյեկտներ։ Եթե մի պրոյեկտի գոյությունը կախված է, թե այնտեղ կլինի գենետիկական տեստի իրավունք թե ոչ, նշանակում է արդեն նա տապալված պրոյեկտ է։ Ես բոլորովին հակված չեմ վախենալ թուրքական հզորությունից, հակառակ։ Ես ավելի հակված եմ, որ այդ թուրքական հզորությունը ես պետք է մի օր ինձանով անեմ, մի շատ պարզ պատճառով, բացահայտելով այնտեղ մեր ռեսուրսներ, ու մեկ էլ կպարզվի, որ այդ հզորությունը ինչ որ կա կուտակված այնտեղ, դա թշնամունը չի, հենց մերն է։ Ես ես հիշեցնեմ, որ թուրքական կառավարությունը, ամերիկյան կառավարությունը իր ռազմաբազաները տեղադրել է հենց այդ տարածքում, որտեղ հենց Սևրի պայմանագրով եւ Ուդրովիցնի եւ այլ վճռով պատկանում են հայերին։ Եվ մի հատ էլ բան ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առ այսօր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Մեզ ընդհանրապես պետքա պետություն, մեր սեփական պետությունը ունենալ եւ ի վերջո պարզել, ովքեր են Թուրքիայի բնակիչները, նաեւ Ադրբեջանի բնակիչները, նույնիսկ եմ ասում, այդ երկու պետությունները ինձ համար դրանք արհեստական գոյացություններ են, նրանք գոյություն չունեն իրական։ Եվ իրենց հաղից գալը դա զենքի հետ կախված չի, քաղաքական մեծ ազդեցությունների հետ կապված չի, ընդամենը տրամաբանված խելացի քայլերով պետք է արվի։ Եվ կպարզվի, որ մենք հսկայական դեռ թշնամի ունելու փոխարեն ունենք նաև իրավունքներ եւ աջակիցներ։ Առնվազն գոնե մի հսկայական երկիր, որը նեյտրալ է քո նկատմամբ, ոչ թե թշնամական։ Նեյտրալ դեռ մի բան էլ պարտական է քեզ, որովհետև առնվազն 350 միլիարդ դոլարի իրենք քեզանից 100 տարի առաջ կարողություն են խնդրել, դե չեմ ասում սեփականություններ, դա մենակ բանկի փողերի մասին է։ Իսկ այդ դատավարության արդյունքում կարող է պարզվի, որ դե քիչ բոլորովին թշնամական պետություն չի այնտեղ։ Արդեն նա պետությունն է, որը այլ դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ։ Ոնց անենք, որ պարտքերի տակ չզմես, թույլ տաս չքանդվի գոնես պետականությունը։ Ո՞ս սկսեմ դրա մասին բանակցել։ Էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին։ Այս երկու տեսանյութներն ունենք, կհասկանանք լիարժեք ինչի մասին է խոսքը։ Կայսրության պետական թղթադրամը
Եթե ասեմ, որ Օսմանյան կայսրության պետական թղթադրամի վրա կար հայերեն գրություն, կհավատաք։ Այո, սա Օսմանյան կայսրության պետական թղթադրամն էր, որի վրա կար օսմաներեն, ֆրանսերեն, հունարեն եւ հայերեն գրությունը։ Օսմանյան լիրան պաշտոնական արժույթ էր 1844 թվականից մինչև 1922 թվականը։ Սուլթանության փլուզումից հետո այն շարունակում էր դարձյալ լինել պաշտոնական թղթադրամը մինչև 1923 թվականը։ Սակայն Օսմանյան լիրայի շրջանառության լիակատար դադարեցումը եւ թուրքական լիրայի անցումը տեղի ունեցավ 1927 թվականին։ Հարց է առաջանում, ինչու էր Օսմանյան կայսրության պետական թղթադրամի վրա գրված հայերեն։ Պատասխանը պարզ է, որովհետև հայերենը միլիոնավոր մարդկանց լեզուն էր, իսկ հայերը Օսմանյան կայսրությունում տնտեսական եւ առևտրային կյանքի կարևոր ու անբաժանելի մասը։ Երբեմն պատմությունը թաքնված է ոչ թե հաստափոր գրքերում, այլ մի փոքրիկ հին թղթադրամի վրա։ Եվ այս փոքրիկ գրությունը կարող է ավելի շատ բան պատմել մի ամբողջ ժամանակաշրջանի մասին, քան տասնյակ էջերով պատմության գրքեր։ Շնորհակալություն Տիրուհի Բարկուրտյանին։ Բա սիրելիներս, իսկ սա վերջնա ասայլսենք։ Պետական հիմնի վերջնական։ Գիտեիք, որ ժամանակակից Թուրքիայի պետական հիմնի վերջնական պաշտոնական հնչողության հեղինակը հայ ազգի կոմպոզիտոր է։ Սա պատմական պարադոքս է, բայց անհերքելի փաստ։ Երբ ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, ընդունվեց պետական հիմնը՝ անկախության քայլերգ։ Դրա բառերը եւ նախնական մեղեդին գրել էին թուրք հեղինակներ։ Սակայն պարզ մեղեդին բավարար չէր, այն պետք էր վերածել հզոր պետական խմբերգի եւ նվագախմբային ստեղծագործության։ Այդ կարևորագույն եւ բարդ գործը թուրքական կառավարությունը վստահեց ժամանակի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկին՝ պոլսահայ կոմպոզիտոր Էդգար Մանասին։ Հենց Մանասն է արել Թուրքիայի հիմնի պաշտոնական դաշնավորումն ու գործիքավորումը։ Եվ այն տարբերակը, որն այսօր հնչում է Թուրքիայի բոլոր պետական միջոցառումներին, ռազմական շքերթներին ու մարզադաշտերում, հայ կոմպոզիտորի ստեղծած երաժշտական կառույցն է։ Մոռացավ ասել, որ տեքստն էլ որ թուրքերն էին գրել, այդ տեքստն էլ գրել էին տարերով, որ էլի հայն էլ նվիրել իրենց։ Հողը, տեքստը, տարերը, երաժշտության հարմոնիզացիան, գործիքավորում։ Ժողովուրդ ջան, ո՞նց եմ ասում։ Սրանք փաստեր են, որ կարող են ծնկի բերել, ծնկի ուղղակի, ցանկացած դիմադրություն։ Չելենջ արեք ձեր կողքի թուրքերին։ Ասեք թող առերեսվեն սրա հետ։ Իսկ եթե կասկածում են, թող նա DNK թեստ անեն։ Ես պատկերացնում եմ մի հատ ասենք միջոցառում, ես ու Էրդողանը դեմ դիմաց հանդիպել ենք իրեն։ Եվ ես եմ ասում, պարոն Էրդողան, քանի կա Թուրքիան, ղեկավարեք, որտեղ նա կարող է գոյություն չունենա, որովհետև այդպիսի երկիր գոյություն չունի։ Միանգամից պետք է ասի ոնց թե 90 միլիոնանոց Թուրքիան, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակ եւ այլն հզոր տնտեսություն, ճիշտ է, պարտքերի տակ, ճիշտ է ճգնաժամ, որովհետև ասել չէ Աթաթուրքը, մենք բիզնեսից լավ չենք, իրանք պետականություն են կառավարում, բայց բիզնես անել չգիտեն, պետության կառավարել չգիտեն։ Դու ունես այդ ամենը չէ, բայց դա քոնը չի, այդ ամենը կառուցված է հայի, հրեի, հույնի, ասորու, ադյան եւ ոսկորների վրա եւ բաղկացած է հենց այդ ազգերից։ Խոսի բա թուրքերը բոլորը թուրք են, չէ։ Կան թուրքեր։ Կգտնեն մի 20-25%-ի չափ։ Իսկ մնացածը թուրք չեն, կասի հնարավոր չի բոլորն են թուրք։ Այդ դեպքում ինչու ես աչքել DNK տեստերը։ Դու նույնիսկ ինքդ թուրք չես։ Կարծեմ քուրդի եւ վրացու խառն։ Դու նույնիսկ ինքդ թուրք չես։ Հասկանում եք, այդ պետությունը այնքան մազի վրա է կախված, այնպես բարակ մազի է վրա է կախված, որ հələ մի հատ էլ ցեղասպանությունը դեմ տվեք իրան, հատուցումներով, որ նրանք ամեն ինչ կանեն, ամեն ձայն կխլացնեն, մենակ հանկարծ այդ ձայները դուրս չգա։ Թուրքիայից վախենալ պետք չի։ Թուրքիային ծնկի բերել է պետք։ Մի քիչ ամբիցիոզ է, չէ՞, հնչում Թուրքիային ծնկի բերել։ Ո՞վ ենք մենք, որ Թուրքիային ծնկի բերենք։ Հենց ուղղակի հետաքրքրությունները շարժելով։
challenge անելով, ճշմարտության մասին խոսալով։ Դու ինչ պետություն, դու ինչ քաղաքակրթություն, որ քո տարերն է նույնիսկ հայ է գրել։ Հա? Դու ինչ պետություն, որ դու նույնիսկ քո սեփական հիմնը չէիր կարող գրել։ Որովհետև մի հատ մուղամ են քեզ տվել, մեկ էլ մի հատ ախմախ տեքստ։ Այդ ախմախ տեքստը իմիջիալոս գրվել է հայերի ձեռով ստեղծած տարերով։ Այնքան ախմախ երաժշտություն տեքստ, որ պետք է հայը միջամտեր, որ կարողանար դա հարմոնիզացնել եւ գործիքավորել, որ դու հազոր քայլեր կունենայիր դրա տակ, որտեղ դու հասկանում ես, որ մուղամի տակ քայլել չի լինում։ Դամադելի գնացիր եկած հայի դիմեցիր։ Ինչի՞ ես հայի դիմում։ Ինչի դու փորսում ինչքան հայ կան մորթել էիր տվել, ինչի՞ էր նորից մնացած հայի դիմ։ Չունեիր արժանապատվություն։ Կամ չէիր մի գերմանացու տայիր, տեսներ գլուխ կհանի, քո ողորմելի ճզմած քո մուղամներից ու ախմախ տեքստից, ինչ ես հայի տալի։ Որտեւ այլ բան չունես։ Ինչ էր հայի տարերը քո փողի դիմաց, փողի վրա, որովհետեւ փողը հայերի ձեռն էր։ Որտեւ քո երկրի հիմքն էր հայերին։ Իսկ քո երկրի հիմքում տնտեսական հենց հայերն էին։ Իսկ դու ընդամենը մի հատ զավթիչ նստած փայ էիր մտել այդ տարածքում որպես պետականություն, որպես նադզիրացել, որպես գաղութարար։ Փայ, դու այդ պետականության մեջ փայ մտածեիր։ Միջդեռ այդ պետականությունը պատկանում էր հայերին, մուրիներին, ասորիներին, նրանք որտեղ հազարավոր տարիներ ապրել են այդ տարածքներում։ Բա Ժորժա, սա մեծամտություն չի, սա պորոտախոսություն չի, սա ընդհանրապես պատմության իմացությունը եւ սեփական արժեքի գիտակցությունը եւ դիմացի արժեքին, դիմացինի արժեքի գիտակցումը։ Սենց է պետք խոսալ թշնամու հետ։ Ոչ թե վախեցած, ոչ թե ճիվաղ Նիկոլի նման։ Այն որ գնում կանգնում է Էրդողանի դեմ, Էրդողան ասում է ասածները սարեցի, ասում է, ասում է դե գնա։ Բարձա կարող ենք անել, իհարկե կարող ենք անել։ Եթե մենք դա տիրապետողն ենք, եթե տարժանապատվությունն ու գիտելիքն ու վստահությունն ունենք, կարող ենք անել։ Հատ թուրքերին ընդամենը ասելով նա ճշտիով ես դու, որովհետև ես եմ քո երկիրը ստեղծողը, եթե դու թուրք ես, իսկ դու ոնց որ այդքան էլ թուրք ես, դու ինք ապացուցած ես թուրք։ Տեսեք ինչ հետաքրքիր հետևանքներ ապրել։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։